Ողջույն, սելի բարեկամ։ Աստված յուրաքանչյուր մարդու փնտրում է փրկելու համար։ Հիսուսը շատ բարեկամներ ուներ։ Նրանց մեջ նաև շատ մեղավոր մարդիկ կային, որոնց կեղծավոր փարիսեցիներն արհամարհում էին։ Հիսուսը ոչ ոքի չէր մերժում։ Գիտեր, որ Աստված բոլոր մարդկանց է սիրում եւ ուրախանում էր, երբ նրանք իր մոտ էին գալիս։ Փարիսեցիները բարկանում էին, երբ նրան մեղավոր մարդկանց հետ էին տեսնում եւ ասում էին. Ինչու է Հիսուսն այդպիսի մարդկանց հետ գործ ունենում, դա անթույլատրելի է։ Երբ Հիսուս լսեց, թե ինչ են խոսում, 3 պատմություն պատմեց նրանց։ Կորած ոչխարը։ Մի մարդ 100 ոչխար ուներ։ Մի երեկո նրանց հաշվելիս տեսավ, որ ոչխարներից մեկը պակասում է։ Այդ ժամանակ նա արոտավայրում թողեց 99-ին եւ գնաց կորածի հետևից։ Մարդը երկար փնտրեց, թե որքան չարչարվեց ու ինչպիսի դժվարությունների միջով անցավ, անհնար է նկարագրել։ Վերջապես գտավ այն եւ որքան ուրախացավ։ Նրան իր ուսերի վրա դրեց եւ տուն բերեց, կանչեց իր բարեկամներին ու հարևաններին եւ ասաց. Դուք էլ ուրախացեք ինձ հետ, որովհետեւ գտա իմ կորած ոչխարը։ Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մարդու համար, որ հեռացել էր Աստծուց, բայց դարձյալ նրա մոտ է վերադարձել։ Կորած դրամը։ Հետո Հիսուսը մի առակ ևս պատմեց։ Մի կին 10 արծաթ դրամ ուներ եւ մի օր 1 դրամը կորցրեց։ Նա ճրագ վառեց եւ սկսեց ավլել տունը ամենուրեք ուշադիր փնտրելով։ Վերջապես դրամը գտավ։ Նա կանչեց բարեկամներին ու հարևաններին եւ ասաց. Դուք էլ ուրախացեք ինձ հետ, որովհետեւ գտա իմ կորցրած դրամը։ Ասում եմ ձեզ, Աստծո հրեշտակներն էլ այսպես կուրախանան, երբ Աստծո համար կորսված որևէ մարդ վերագտնի ինքն իրեն եւ նոր կյանք սկսի։